ամբողջ կյանքում երազել եմ բարձրագույն կրթություն ստանալ։ Ճակատագրի բերումով ստացվեց, որ բժշկական ընդունվեցի, բուժքույրական ուսումնարան Դիլիջանի։ Ես չգիտեմ դա ասեմ թե չէ, բայց պետք է ասեմ, ուրեմն մամաս մահացավ 83 թվականին ու ինքը բժիշկների պատճառով մահացավ։ Այսինքն իրան վիրահատել էին, ինքը անկողնուց ընկել էր ցած, հենց վերակենդանացման բաժանմունքում այն ժամանակ, ու ես դրանից հետո ճիշտ ասած չարացած էի բժիշկների նկատմամբ, բայց հետո հասկացա, որ երևի պետք է լինեն խղճով բժիշկներ, խղճով մարդիկ, որ ավելի ուշադիր լինեն հիվանդների նկատմամբ, էլի։ Ավելի շատ այդ ուղղությամբ էի գնում, այդ ուղղությամբ էի մտածում, որ հետո ինչ էլ դառնամ, մեկը բարի եմ դառնալու։ Լիներ դա բժիշկ, լիներ դա մանկավարժ կամ ընդհանրապես որևէ մասնագիտություն։ Դե բնականաբար բժշկության մեջ ավելի շատ է բարիությունը պետք։ Ընդհանրապես հիվանդացող երեխա եմ եղել անդադ, ու միշտ որ հիվանդանում էի, մամաս գնում էր հարևանին ասում էր, որ գիշերը գային սրսկի, ու միշտ ասում է ես պետքա դառնամ մանկաբույժ, որ հանկարծ իմ երեխան հիվանդանա, ես չգնամ ուրիշների խնդրեմ, որ ժամը որ լինի, ես ինքս օգնություն ցույց տամ, ու տենց երազանքս դարձրեցի իրականություն։ Պատկերացնում էի, որ ավելի հեշտ կլինի, ոնց որ ֆիլմերում ա լինում, բայց մի քիչ դժվար է, պետքա շատ աշխատել։ Աշխատում եմ այստեղ 93 թվականից։ Սկզբնական շրջանում հələ որ կոաֆը չկար, ես նոր աշխատում էի, երեխաներին դե բերում էին, կշռում էինք, չափում էինք, չէ, այդպես էր, այդ անտրոպոմետրիկ չափումները գրանցում էինք իրանց 112 ձևում, ու ես տատիկներ ունեի, որ իրանք չէին թողում երեխեքի բոյը չափեին։ Տարօրինակ մտածելակերպ էր, բայց այդպես էր։ Ու կամաց-կամաց սկսեցինք դրա վրա աշխատել։ Ուրեմն կոաֆը մեր մոտ եկավ 2006 թվականից, ու դրանից հետո արդեն աշնանից սկսվեց մեր հանդիպումները կոաֆի հետ, որը մեր համար շատ ճակատագրական եղավ, լավ իմաստով եմ ասում ճակատագրական, որովհետև մենք ավելի մասնագիտացանք մեր մասնագիտության մեջ։ Նույնիսկ սկզբից որ պայմանագրով էի եկել ստեղ մարզում աշխատելու, ասում եմ եսա վերջացնեմ գնալու եմ քաղաք, մնում եմ ստեղ ինչ անեմ, գյուղում աշխատում, որ ես աշխատեմ, հետո որ իրենց հետ աշխատեցի, արդեն երեխեքի հետ աշխատեցի, չեմ ուզում գնամ Երևան, որովհետև մեր երեխեքը ստեղ էի, ում թողենք։ Իրանք սարքեցին մեր դպրոցը, որը մեր համար արձանկ էր նույնիսկ իմի մեր դպրոցում, նույնիսկ քաղաքում կարող է տենց դպրոցներ չլինեն, մենք շատ լավ դպրոց ունենք, մանկապարտեզ ինչ-որ մի մաս վերանորոգեցին, մեզ շատ են օգնել, չգիտեմ, տարբեր հոգեբանական դասընթացներ կազմակերպեցին, հոգեբան է հաճախում դպրոցում հիմա էլ։ Կոաֆի մասին տեղեկացվել եմ, երբ որ ստեղ աշխատում էի, իրենք ծրագիր ունեին, աշխատում էին հիմնարկի հետ, ու ես այդ ընթացքում, որ ընդունվեցի աշխատանքի, ներգրավվեցի, այսպես ասած, դասընթացներին ու ծանոթացա իրենց հետ, անձնակազմի հետ։ Ունեինք հղիների դպրոց, մայրության դպրոց, 0-5 տարեկան երեխաների խնամք, մենք շատ բան սովորեցինք կոաֆից, շատ։ Ամեն դեպքում մակարդակը շատ է փոխում, շատ է բարձրացնում իրանց աշխատանքները, երեխաների զարգացվածությունը, ինձ լիքը բաներ են սովորացրել, թե կյանքի հանդեպ, թե հիվանդների հանդեպ վերաբերմունքի, ընդհանրապես մարդկային շփման հետ կապված, որը ինձ օգնում է երևի, թե որ երեխեքի հետ խնդիր չեմ ունենում։ Մենք աշխատում ենք այնպես անենք, որ կարողանանք բոլորին օգտակար լինենք, մեծից փոքր։
Գրանցված ունենք 974 երեխա գյուղից եւ կողքի գյուղերից, համայնքներից։ Իհարկե մի հատ գյուղ ունենք, մեկից ավելի շատ են գալի, քան մյուսներից։ Իրենք ամենը տարբեր բնավորությունների երեխեք են, լավն են։ Պետք է ամեն մեկի հետ իր լեզվով խոսես, ասենց ասեմ, որ ինքը հասկանա։ Ու հասկանում են, ինձ թվում է։ Կարող է մեծերի հետ խոսեմ, իրանք ինչ չհասկանան, բայց երեխեքը հասկանում են։ Իրանք մեզ սովորացրեցին, մենք էլ մեր բնակիչներին սովորացրեցինք։ In 2003, we were going from Gyumri to Yerevan, and Karakert was recommended as one of the towns that we should stop in. We went into the village of Karakert, and it was a ghost town. It was a village that looked desperate. I mean, there were young people, old people, at street corners with no purpose. And so finally, one of the older gentlemen called me and said, let's go into the school, I want to show you what it looks like. And that started Co-op. Clearly, today's crisis is a very serious one, but in 2003, we had to make a decision and do it very quickly because time wasn't our friend. Աղքատությունը ինքը հենց այնպիսի իրավիճակ է, որ մարդիկ հաճախ հարմարված են դրան։ Կարծում եմ քոֆեը հենց առաջի բանը ինչ տվեց գյուղին, դա այդ հույսներ, այդ մտածելակերպներ, որ իրականում դա կարող է փոխվի, դա հնարավոր է ու կարող է արագ փոխվի իրականում։ Արձագանքում ես ճգնաժամին, բնականաբար կան որոշակի քայլեր, որ հենց հրատապ պետք է անես, բայց մեր ենթագիտակցության այնպես ավելի խորքում մենք միշտ մտածել ենք, որ ճգնաժամի արձագանքումը քոաֆի միակ առաքելությունը չէ։ Այո, մենք արձագանքում ենք, այո, մենք լուծում ենք հրատապ խնդիրները, բայց մեր ավելի հեռահար նպատակներում կա ավելի շեշտադրել զարգացումը։ Multiple programs because the problems are complex, and we wanted to make sure that through this comprehensive addressing of the issues, COAF would be helping the local people in ways that were needed. Նպատակը ոչ թե անհատների վրա ազդեցությունն է, այլ գյուղը զարգացնել, որովհետև հավատում ենք, որ եթե գյուղը զարգանա, անհատներն էլ կզարգանան, կարիքներն էլ միանգամից, այսինքն կլուծվեն։ Բոլոր այն ուղղությունները, որոնցով մենք պատկերացնում էինք, որ հնարավոր է առաջընթացը, մեր թիրախում էին։ Դրանք էին առողջապահությունը, կրթությունը, սոցիալական զարգացումը, տնտեսական բնականաբար զարգացումը եւ ենթակառուցվածքների բարելավումը, ներառյալ շենքշինությունների վերանորոգումը, ներառյալ ջրագծերը, ներառյալ այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք կենսական են արժանավայել կյանք ունենալու համար։ Մի փոքրիկ այսպես ընդլայնումից հետո ավելի սկսեցինք մտածել հարևան մարզի մասին եւ 6-ը դարձավ 12, 12-ը դարձավ 22 եւ արդեն խոսում էին երկու մարզի՝ Արմավիր եւ Արագածոտ մարզերի, ուրեմն համայնքների մասին։ Գյուղը ինքնուրույն, որպես վայր հետաքրքիր գծեր ունի, որը պետք է պահպանվեն, բայց նաեւ զարգանան։ Դրանով ենք մենք ամբողջովին լծված գտնել այդ հետաքրքիր բանալիները ու հետաքրքիր գաղտնիքները, թե ինչպես գյուղը 21-րդ դարում կարող է լինել։ Մենք միանգամյա միջամտություններ չենք անում, կան մասնագիտություններ, կան մասնագետներ, որ հասանելի են միայն քաղաքներում,
մենք այդ ամենը տանում ենք գյուղ, այսինքն յուրաքանչյուր մասնագետ կարծում ենք, որ պետք է նաև հասանելի լինի հենց գյուղ։ Մեր մոդելը յուրահատուկ էր այնքանով, որ մեզ միացան շատ միջազգային կազմակերպություններ, որը Հայաստանում ունեն կառույցներ, գրասենյակներ, 170 ենթակառուցվածքային ծրագրերից շատերը մենք արել ենք հենց գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ։ Որոշում կայացվեց 2014 թվականին ընդլայնվել Հայաստանով 1, այսինքն կարգախոս ունենք, որ հաջորդ 10 տարում 100 գյուղ։ Եվ առաջին մարզը, որ ընտրվեց, հենց Լոռին էր։ Smart կենտրոնը 2015-ին որպես գաղափար ծնեց, 2018 թվականի մայիսի 27-ին բացումը արեցինք, հենց համայնքում, հենց գյուղական համայնքում հսկայական ներդրում է արվել։ Այսինքն մենք այլևս ոչ թե համայնքի ենթակառուցվածքներ էինք նորոգում, այլ ասեցինք, որ մենք գալիս ենք համայնք։ Մարզի այդ տարածաշրջանի 27 համայնքների երեխաներ եւ երիտասարդներ հաճախում են Smart կենտրոն եւ օգտվում են Smart-ի ծառայություններից։ Այդտեղ արդեն ունենք կոնցեպտ մեր հյուրանոցը, շուտով կունենանք համագումարների կենտրոն եւ նաեւ մի քանի տարուց սպորտ համալիր։ Այդ ամբողջ համակարգը, այդ էկո համակարգը, երբ որ ամփոփենք, երբ որ հասունացնենք ու համալրենք, կանցնենք այլ մարզեր, հանդես գանք ողջ երկրով, ողջ Հայաստանով, Արցախը ներառելով ու ոչ մի գյուղական համայնք բաց չթողնենք։ Մի ձեռքում կարելի է նկարագրել քոաֆը որպես աջակից, մյուս ձեռքում համայնքը, եւ երբ որ միավորվում են այդ երկու ձեռքերը եւ դառնում են մեկ ամբողջություն, այն ձեռքբերումները եւ այն արդյունքները, որ գրանցվում են այդ միավորման արդյունքում, անգնահատելի են եւ կարելի է ասել շատ ավելի ամուր են, շատ ավելի հիմքային են։ Հենց այդ կապի շնորհիվ է, որ այդքան խորքային կարողացել ենք ճանաչել գյուղը, հասկանալ, թե ինչը կարելի է փոխել իրենց լսելով, իրենց առաջարկներն ընդունելով, մեր փորձառությունը առաջարկելով, այդ երկուսը համադրելով, կարողացել ենք գալ այն փաթեթին, որ այսօր ունենք։ The most positive changes in Armenia will be triggered by the capacity of its young people. Տեղի ունեցել մի ամբողջ սերունդի վերափոխում, տեղի ունեցել մտածելակերպի փոփոխություն։ Young people embrace change. They see a future that we're not capable of seeing because it's their future. It is not ours. I think we need to give them the freedom to realize their dreams. Today, one of our highest priorities is to make sure that our country is safe and it can be defending itself in the future.